Այս ինչքան շատ բոտոքս է արել պրոշները։ Իմաստն է, որ այդ խնջիրները չխորանան։ Ջահել աղջիկ ես ինչի տա պետք որ գնում ես այդ ներարկումները անում ես։ Արդեն առաջացած խնջիրները չեն հարթվելու։ Որտեղ է այդ սահմանը, այդ չանցնելու սահմանը, ոնց եք որոշում։ Նու հիմա տենդենսը գնում է նրան, որ ինչքան բնական տեսք ունի, այնքան գեղեցիկ է։ Ինչպես է որոշվում նյութի բարձրորակ լինելը։ Ավելի լավ է մի քիչ պահպանվի, բայց ինքը լինի օրգանիզմի համար անվտանգ։ Մարդիկ կան չէ՞ ասում, ես ամեն դեպքում չեմ վտանգի, ու կա այն ծայրահեղ մասան է, որ ամեն առիթի ուղղակի պատրաստ է ներարկում իրականացնել։ Մի հատ որ արեցի պրոցեդուրա, հետո որ չանես, մկանը կախվելու է, ավելի վատ արդյունք կլիներ։ Սահմանափակվել բոտոքսով, ֆիլերով դա բացարձակապես խնամք չի, չեն կարող դա խնամք համարել։ Ոչ։ Այսինքն վախենալ ներարկումից պետք չի։ Ընդհանրապես պետք չի։ Բայց պետք է ճիշտ մասնագետ ընտրել։ Ու ցանկալի է իհարկե։ Բոլոր պրոֆիլներում է ցանկալի է ընտրել ճիշտ մասնագետ։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում խոսելու ենք դեմքի վրա իրականացվող ներարկումներից։ Իմ հյուրը մաշկաբան, բժիշկ կոսմետոլոգ Դավիթ Գարեգինյանն է։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Բժիշկ, դեմքի վրա կատարվող ցանկացած գործողություն, միջամտություն ըստ իս չափազանց կարևոր է, որովհետև թե մարմինը կարող ենք հագուստի տակ քողարկել, դեմքը չենք կարող։ Ու թերևս ներարկումային ծրագրերից դեմքի վրա իրականացվող ամենատարածվածը դրանք բոտոքսները եւ ֆիլերի ներարկումներն են, թերևս էդ էլ մի տեսակ այնպես պարզ չի մարդկանց համար։ Հաստատ դուք եք լսել են, որ ասում է այս ինչքան շատ բոտոքս է արել պրոշները, ընդհանուր շուրթերը չէ, էլի, պրոշները։ Այո, կան խոսույթ, ուղղակի մարդիկ կան չեն տարբերում ֆիլերները բոտուլինոթերապիայից։ Բոտուլինոտոքսինը եւ ֆիլերը իրականում տարբեր այլ բաների համար են նախատեսված։ Ֆիլերները նախատեսված են ավելի շատ ծավալ հաղորդելու համար, իսկ բոտոքսը նախատեսված է միմիկական գնճիրները պարալիզացնելու համար։ Ասացիք ֆիլերները որոշակի թերություններ են շտկում, բոտոքսը ընդհակառակը միմիկական ծալքերի համար է, որ հատվածների վրա է կիրառվում դեմքի։ Բոտոքսը ավելի հաճախ կիրառվում է վերին երրորդականի հատվածներում, դա ճակատային հատվածը, միջհոնքային հատվածը, աչքերի շուրջ, իսկ ֆիլերները կիրառվում է ծավալ հաղորդելու համար, ավելի խորը կնճիրները հարթելու համար, ավելի շատ կիրառվում է միջին երրորդականում ու քիչ շրթունքային ծալքերը, շուրթերի մեծացման համար, վերանի շուրջի առաջացած խնդիրներ, ասիմետրիկությունը։ Տեսեք, խոսում ենք բոտոքսի ներարկումներից, կա չէ՞ որ ասում է ջահել աղջիկ ես ինչի տա պետք որ գնում ես այդ ներարկումները անում ես։ Իրականում այդ ջահել աղջկան պետք է ներարկումը անել, թե չէ, որ տարիքից է ցուցված իրականացնելու այս ներարկումը։ Իրականում իմաստն է, որ այդ խնջիրները չխորանա, իսկ վաղ տարիքում անելու իմաստն է, որ այդ խնջիրները չառաջանա։ Դրա համար խորհրդատարում ավելի վաղ հասակում անել։ Բոտոքսի ազդեցությունը ո՞րն է։ Մի փոքր կուզեմ մանրամասնենք այս մասին։ Բոտուլինոտոքսինը ավելի հաճախ կիրառվում է մկանների թուլացման համար, որոնց ժամանակ միմիկաների ժամանակ նրանք կծկվում են եւ առաջանում են գնճիրներ։ Թյուր կարծիք կա, որ մարդիկ մտածում են, որ եթե բոտուլինոտոքսին ես ներարկում, գնճիրները արդեն առաջացած ստատիկ գնճիրները պետք է հարթվեն, արդեն առաջացած գնճիրները չեն հարթվել։ Ուղղակի հետագայում այդ գնճիրները չեն խորանալու։ Այն գնճիրները, որոնք որ միմիկայի շարժման ժամանակ առաջանում են, այդ գնճիրները էլ չեն առաջանա, որովհետև տվյալ մկանները պարալիզացվում են։ Իսկ ստատիկ գնճիրները, որոնք հանգիստ վիճակում երևում են, դա այդ գնճիրները արդեն իմաստն են ներարկելու, որ չխորանան, ավելի խորը գնճիրներ չլինեն։ Այ ասեցիք, որ բոտոքսի ներարկման միջոցով մենք պարալիզացնում ենք, այսպես թուլացնում ենք մկանները, այսինքն այդ միմիկական ծալքերը չառաջանալու համար։ Կարող ենք ասել, որ դրանք կարող են բերել առհասարակ մկանների միջոցով մեր էմոցիաների արտահայտման պարալիզացման, այսպես դեմքը ձեռք բերի սառած արտահայտություն։ Այո, լինում են դեպքեր, երբ բոլոր միմիկայի մկաններն է պարալիզացնում, այդ պարագայում լինում է ձեր նշած այդ սառը զգացողությունը, երբ մարդ չի կարողանում ոչ մի միմիկա արտահայտի, իրականում դա պացիենտի համար էլ է անհարմարություն պատճառում եւ տգեղ է ստացվում, որովհետեւ չես կարողանում ոչ մի միմիկա արտահայտես։ Որոշ միմիկայի մկաններ կա, որոնք խորհուրդ չի տրվում ամբողջությամբ պարալիզացնել եւ թողնել, որպեսզի մարդ կարողանա իր
արտահայտվի ինչ-որ մի ձև էլի իր դեմքով։ Էմոցիաները արտահայտվեն։ Այսինքն կա այդ սահմանը էլի չանցնելու։ Տեսեք, ներարկումների առումով միշտ բնական գեղեցկություն եւ ներարկումների արդյունքում ձեռք բերված, այսպես միշտ դիսկուրս կա, որտեղ է այդ սահմանը, այդ չանցնելու սահմանը, ոնց եք որոշում։ Ստատիկ կնճիռները կամ նոր այն կնճիռները, որոնք միմիկայի հետ մկանների շարժման հետևանքով երևում են, այդ մկաններն եք փորձում անջատել։ Մնացած մկանները, որոնք կնճիռների հետ կապ չունեն, նրանք ձեռք չենք տալիս, որպեսզի այդ ձեր ասած սառնության զգացողությունը չլինի, էլի։ Եթե դա բոտոքսի մասով, նույնը կարող ենք ասել, օրինակ ֆիլերների, հա, երբ որ չափազանց շատ այսպես արտահայտված շուրթեր են կամ Նու հիմա տենդենսը գնում է նրան, որ ինչքան բնական տեսք ունի, այնքան գեղեցիկ է։ Մի ժամանակ առաջ, օրինակ, հակառակը մեծ չափերի ձեր ասած շուրթերը հիմա շատ մասնագետներ չեն անում, որ պացիենտը դիմում է նման խնդրանքով, որովհետև իրանց համար է տհաճ, դրա համար չեն ուզում իրանք իրանց արած գործից տգեղ տեսք ստանան։ Բայց ամեն դեպքում հանդիպում ենք, այնպես չի որ չենք հանդիպում այդ արտահայտիչ շուրթերը, չափազանց շատ այդ կորեկցված ֆիլերով կնճիռները եւ միմիկական այդ արտահայտություններից զուրկ դեմքերը ամեն դեպքում հանդիպում ենք մեր առօրյայում։ Մարդիկ կան, որոնք ցանկանում են եւ սիրում են այդ տեսքը, ստիպված մասնագետներն անում են իրաց։ Դուք գնում եք ընդհանրաշ պացիենտի ցանկությամբ։ Ես նման դեպքերում ոչ, որովհետև հետագայում հստակ գիտեմ ինչքան է պացիենտը ցանկանա, իրան առաջացնելու է դիսկոմֆորտ մեծ։ Մեծամասնությունը էլ չեն էլ ուզում այդ նման շուրթեր։ Ուղղակի ստեղ մի հատ խնդիր կա, ով ժամանակին արել է այդ մեծ շուրթերը, մաշկը քանի որ մեծացել է այդ հատվածում։ Արդեն ծավալած է, ինքը չի կարա, քիչ չես կարա, կամ պիտի պլաստիկ վիրահատության դիմեն իրանք փոքրացնելու համար, կամ պիտի այդ X չափով ինչ որ նյութը պետք է այդ չափի անես, որպեսզի արդեն այդ թորոշված տեսք չունենա։ Որպեսզի ծավալը կարողանաս վերականգնել ու կնճիռները հարթել։ Այսինքն, ի սկզբանե, երբ մարդ դիմում է նման միջամտության, պետքա լավ մտածի ու հասկանա ինչի համար եւ ինչ չափով է անում։ Այո, եթե մեծ շուրթեր ես դու ուզում անել, իմացի որ մշտական այդ մեծ շուրթը իսկ փոքր ու բնական ու գեղեցիկ շուրթերը ավելի անկծված եզրերով ավելի սիրուն է նայվում, հետագայում եթե ուզենաս կարաս մի փոքր չափսերը մեծացնել։ Եթե չասենք յուրաքանչյուր, ապա յուրաքանչյուր երկրորդ գեղեցկության սրահում իրականացվում են այդ ներարկումները, որքան էլ որ մասնագետները, ես անձամբ այն համարում եմ շատ լուրջ միջամտություն եւ պետք է անի մասնագետ։ Օրինակ, որն է ձեր խորհուրդը մարդկանց, ովքեր դիմում են նման պայմաններում միջամտությունների եւ ինչ վտանգներով կարա դա հղի լինի։ Խորհուրդը այն է, որ դիմելուց առաջ միշտ դիմեն մասնագիտացված մասնագետի մոտ, ով ուսուցում է անցել, հստակ գիտի բարդությունները, այդ բարդությունները վերացնելը, ոչ թե ինչ-որ կուրսեր անցել, այլ հիմնովի լավ ուսուցում անցել։ Որովհետև դեմքն էլ իր առանձին անատոմիական կառուցվածք ունի, մկանային, նյարդային հյուսվածքները, որոնք վնասելու դեպքում կարող են անդառնալի հետևանքներ ունենան, ճիշտ եմ հասկանում։ Իրականում ճիշտ եք ասում, շատ կարևոր է, որովհետև գործ ունենք դեմքի մկանների հետ, որոնք տալիս են նաև շատ բարդություններ են լինում, պետք է իմանալ այդ բարդությունները ոնց շտկել, ինչպես լավ արդյունք ստանալ։ Պացիենտների մեծամասնությունը արդեն իսկ նայում է բժշկի որակավորմանը ու խորհուրդ է տալիս դիմել բժիշկ մասնագետների, որոնք ունեն համապատասխան որակավորում հետագա բարդություններից խուսափելու համար։ Այսինքն վախենալ ներարկումից պետք չի։ Ընդհանրապես պետք չի։ Բայց պետք է ճիշտ մասնագետ ընտրել։ Ու ցանկալի է, իհարկե։ Բոլոր պրոֆիլներում է ցանկալի է ընտրել ճիշտ մասնագետ։ Օրինակ մեկն ասում է, այս նյութը լավն է, որովհետև արդյունքը երկար պահպանվեց։ Մյուսն ասում է, վատ է, որովհետև կարճ պահպանվեց կամ լավը չէր ազդեցությունը։ Իրականում ինչպես է որոշվում, դա կլինի բոտոքսը կամ ֆիլերը, ինչպես է որոշվում նյութի բարձրորակ լինելը, դա կախված է պահպանման ժամկետից, թե ամեն դեպքում բաղադրությունից։ Կան նյութեր, որոնք պարունակում են կենտանական ծագման նյութեր, հավելումներ, եւ կան նյութեր, որոնք պարունակում են մարդկային ալբումինի տարրեր։ Դրա համար ավելի մաքուր են համարվում այն նյութերը, որոնք չունեն զուրկ են կենտանական ծագման հավելումներից, որովհետեւ դրանք բերում են բարդությունների եւ ալերգիկ երևույթների կարող են բերել։ Խորհուրդ է տրվում օգտագործել այն նյութերը, որոնք զուրկ են կենտանական ծագումից։ Ճիշտ է, իրանք հնարավոր է որոշ դեպքերում
ավելի երկար պահպանվեն ազդեցությունը, բայց ավելի լավ է մի քիչ պահպանվի, բայց ինքը լինի օրգանիզմի համար անվտանգ, քան ավելի երկար պահպանվի։ Մի նյուանս կա, իհարկե դուք կարող եք ասել միֆ է թե իրականություն, որ կենդանական ծագման նյութերը ճիշտ է ավելի երկար են պահպանվում, բայց դրանից հետո եթե ուզենաս ներարկել այլ նյութ, այս դեպքում ընդհանրապես ազդեցություն չի ունենում։ Միֆ է թե իրականություն։ Այո, ճիշտ է, նյութեր կան, որոնց օգտագործելուց հետո այդ ձեր նշած կենդանական ծագման այլ նյութեր չես կարողանում անել որոշակի երկարատև ժամանակ։ Կարևոր է, որ ուշադրություն դարձնենք նյութի բաղադրությանը, պահպանման, ազդեցության պահպանման տևողությունը, այստեղ արդեն երկրորդական պլան է մղվում։ Ազդեցության տևողությունը կախված է նյութի որակից ամենաառաջինը, երկրորդը ոնց է պահպանվել, տեղափոխվել տվյալ նյութը։ Երրորդը կախված է թե նաև ներարկումից, քանի միավորներից ներարկում ճիշտ ընտրված միավորները նաև կախված են ազդեցությունից։ Մի հատ նյուանս ասեմ, օրինակ ով որ հիվանդացել է COVID-ով, այդ պացիենտների մոտ COVID-ով հաստատվելուց լավանալուց հետո 3-ից 6 ամսվա ընթացքում օրինակ իրանց մոտ ինչ նյութ ուզում ես արա, ազդեցություն չի ունենում։ Ներարկումից որքան ժամանակ անց կարելի է ակնկալել արդեն արդյունք։ Ներարկումից արդյունքը սկսում է 5-ից 6 օր հետո, մինչև մաքսիմալ իր չափը հասնում է 14 օրվա ընթացքում։ 14 օրից հետո արդեն ինքը ինչքան ազդեց, դրանից ավել չի ազդել։ Երբ որ ազդեցությունը թողնում է, շատ մարդիկ գնում են միանգամից արդեն ով որ երկարատև միշտ արել է, իրանց համար դա տգեղ է մի քիչ ստացվում, իրանք ուզում են շուտ գնան մի հատ էլ անել, անմիջապես անեն ներարկումը։ Եվ խորհուրդ է տրվում սպասել մի քիչ, մինչև 2 շաբաթից մինչև մի ամիս, երբ որ մկանները լիարժեք վերականգնվեն, նոր երկրորդ պրոցեդուրան անել։ Հակառակ դեպքում ինչ կլինի։ Հակառակ դեպքում կարող է, երբ որ երկարատև անընդհատ նման պարագաներում անել, կարող է զարգանալ մկանային ատրոֆիաներ։ Իսկ այդ որ ասում են ներարկման ընթացքում հնարավոր է մկանը վնասել, կախվի եւ այլն, սա ինչ խնդիր է, թե պետք է ուղղակի բժշկի ընտրությունը ճիշտ անել։ Նմանատիպ խնդիրներ չկան, ու կարող լինեն, երբ որ ինչ-որ մի հատվածում ավելի շատ լինի չափը, դա արդեն տեխնիկայի խնդիր է, էլի, երբ որ ճիշտ կատարած պրոցեդուրաների ժամանակ նմանատիպ խնդիրներ չի լինում։ Հետո կա կարծիք, որ մի հատ որ արեցիր պրոցեդուրա, հետո որ չանես, մկանը կախվելու է, ավելի վատ արդյունք է լինելու, նման բանը չկա, մկանը շատ լավ վերականգնվելու է իրար։ Իսկ եթե արդեն առաջացել են դեմքի վրա որոշակի ծալքեր, օրինակ քիչ շրթունքային կամ այլ հատվածում արդեն ծալքերը առաջացել են, այս խնդիրը ոնց ենք լուծում։ Նայած հատվածն, եթե խորը ծալքեր են, նրանք պիտի նախ եւ առաջ մի հատ բոտեքսի ներարկումներ անես, որ մկանները չշարժվի, չխորանա, հետո եթե շատ խորը կնճիռներ են, դրանք կարելի է ֆիլերներով արդեն շտկվում է։ Հա, որովհետեւ ֆիլերով մենք կարողանում ենք ծավալ հաղորդել եւ վերականգնել այդ ծալքը, բերել բնական տեսքի։ Երկուսը միաժամանակ կիրառել կարելի է դոկտոր ֆիլերներն եւ բոտոքսը։ Կարելի է միաժամանակ տարբեր հատվածներ անել, բայց եթե նույն հատվածում ես անում, պետք է սպասես մինիմում 2 շաբաթ, ամեն պրոցեդուրայից հետո նոր անել մյուսը։ Ամենաշատ արվող հատվածները որոնք են, որ դուք խորհուրդ եք տալի հենց այդ հատվածում անել անպայման։ Ամենաշատ տարածված հատվածները վերին երրորդականն է, բոտոքսի պարագայում, դա ճակատային հատվածը, միջոնքային հատվածը աչքերի շուրջ եւ ֆիլերի պարագայում շուրթեր ու քիչ շուրթունքային ծալքեր։ Մարդիկ կան, չէ՞ որ ասում, ես ամեն դեպքում չեմ վտանգի, դուք այն ծայրահեղ մասան է, որ ամեն առիթի ուղղակի պատրաստ է ներարկում իրականացնել։ Վտանգի խնդիր չկա, եթե ամեն ինչ տեխնիկապես ճիշտ է կատարվում, վտանգի խնդրեմ չկա ընդհանրապես։ Դոկտոր, բացի այս ծավալ հաղորդելուց եւ միմիկական մկանները անջատելուց, մեր դեմքը պահանջում է նաեւ խնամք։ Այսօր կան բազմաթիվ այդպես ներարկումային ծրագրեր, կուզեմ մի փոքր դրանց մասին խոսենք։ Որոնք են դրանք, ինչ ազդեցություն ունեն եւ արդյոք արժի օգտվել դրանցից թե ոչ։ Այո, իհարկե արժի օգտվել դրանցից։ Օրինակ կան բիոռևիտալիզանտներ եւ բիոռեպարանտներ։ Տարբերությունը կայանում է նրանում, որ բիոռևիտալիզանտների մեջ ուղղակի ցածր մոլեկուլային խտության հիալուրոնատ, այսինքն կոպիտ ասած, խոնավեցնում է լավ մաշկը։ Դա ցուցված է մինչև 30 տարեկան աղջիկների համար։ Իսկ 30 տարեկանից մեծ արդեն պետք է բիոռեպարանտներ, որ նաեւ
հիալուրոնաթթվից բացի կան նաև այլ հավելումներ, որոնք նպաստում են բնականon կոլագենի սինթեզին։ Դրա համար խորհուրդ ենք տալիս 30+ կանանց բարակայում անպայման օգտվել բիոռեպարանտներից, ոչ թե բիոռևիտալիզանտներից, որովհետև իրանք կան մարդիկ, որ գնում պահանջում են, ասենք մասնագետին, ասում են արեք ինձ բիոռևիտալիզանտ, ճիշտ է, իրանք անում են, արդյունքը շուտ տեսնում ես դու, խոնավեցում, ինչ որ մաշկի ավելի լավ տեսք, բայց ինքը պահպանվում է մի շաբաթ, որովհետև այդ կարճ ազդեցությամբ։ Այո, մոտավորապես մի շաբաթ հետո իր վերականգնվում է էլի հին տեսք, իսկ բիոռեպարանտները մի երիտասարդ աղջիկների մոտ ինքը բավականին լավ պահպանվում է, որովհետև իրանց կոլագենի սինթեզը ավելի լավ է։ 30+ տարիքում արդեն ցուցված է կատարել բիոռեպարանտներ, որոնց մեջ կան այլ հավելյալ նյութեր, նաև կա հիալուրոնաթթու, որոնք նաև նպաստում են կոլագենի սինթեզի ակտիվացմանը, բնականon ճանապարհով։ Արդյունքը մի փոքր ուշ է տեսանելի դառնում, բայց ավելի երկար ու լավ է պահպանվում։ Այսինքն կարող ենք ասել, որ այս ներարկումները արդեն ի տարբերություն ֆիլերի եւ բոտոքսի ավելի խնամքի միջոցներ են։ Ճիշտ եմ հասկանում, որովհետև կան չէ մարդիկ, որ ավելի երիտասարդ տարիքում, օրինակ 30-35 տարիքում շատ ավելի վատ մաշկ ունեն, այսինքն ծերացման առումով, բայց ավելի տարեցներ, ասենք 50-անց կանայք, ովքեր ունեն շատ ավելի հարթ մաշկ։ Այո, նմանատիպ դեպքեր երբ տեսնում եք, ուրեմն նշանակում է մարդը ընթացքում իր մաշկը խնամել է, ինչպես ամեն ինչ ոնց որ հաց ենք ուտում, որ սոված չլինենք, նաև մաշկները կարիք ունի այլ հավելումների, որպեսզի ներարկումներ անես, մաշկը խոնավացնես, իր պակաս հավելյալ նյութերը ներարկես, որպեսզի ինքն էլ իր լավ տեսք ունենա, պայծառ տեսք ունենա։ Այսինքն սահմանափակվել բոտոքսով, ֆիլերով դա բացարձակապես խնամք չի, չեն կարող դա խնամք համարել։ Դա ժամանակավոր լուծում է, ուղղակի տվյալ պահին, ինչ որ X ժամանակահատվածի համար այդ տեսքը ունենալու համար։ Կան մարդիկ, օրինակ, որ դիմում են հենց խորհրդատվության համար, հասկանալու ինչ պետք է անել իր մաշկի հետ, արդյոք ունեն կարիք ներարկման, արդյոք ունեն որևէ խնամքի, այսինքն լսելու հենց բժշկի կարծիքը, ոչ թե արդեն որոշած գան եւ ասեն, ես օրինակ ուզում եմ անել այս ներարկումը։ Այո, ավելի շատ հիմա այն մարդիկ են ծեր նշած, որոնք գալիս են բժշկի կարծիքը լսելու, այսինքն խորհուրդը հարցնելու, այդ մաշկին ինչ անհրաժեշտ անել, ինչ խորհուրդ կտակ, որ նյութ անել։ Մարդիկ կան, որ իրանք որոշած ուզում են տվյալ նյութով գալիս են, մենք իրանք ավելի մանրամասն բացատրում հասկացնում ենք, որ տվյալ նյութը ձեր տարիքային սանդղակին չի համապատասխանում, նաև ավելի լավ կլինի այս մյուս նյութը ընտրեք, բայց մարդկա ուզում է տվյալ նյութը, ինքը դրա արդյունքը տեսել է, ուզում է հենց այդ նյութն անել։ Ինչ բարդություններ կարող են ունենալ ներարկումները։ Բարդությունները իրականում շատ են ու շատ կարևոր է այդ խնդիրը։ Օրինակ ֆիլերների պարագայում, եթե նյութը ներթափանցում է անոթի մեջ, առաջանում է իշեմիա եւ կարող է առաջացնել նեկրոզ, դրա համար արագ պետք է հատուկ նյութերով չեզոքացնել այդ տվյալ ֆիլերը։ Ոդ նաև միջոնկային հատվածներում, երբ որ կատարում ես, կարող է առաջացնել մի ընդհանուր մինչև կուրության, կարող է անտառնալի կուրության կարող է հանգեցնել։ Իսկ բոտուլինտոքսինի նկատմամբ ինքը հետևյալ բարդությունները ժամանակավոր են, երբ որ իր ազդեցությունը թողեց, ճիշտ է, կարող ես միջամտություններ անել շուտ ազդեցությունը թողնելու համար, որ վերականգնվի խնդիրը, բայց հիմնականում իրանք վերականգնվող անտառնալի ազդեցություններ չի լինում։ Ուղղակի էսթետիկ տեսքի ասիմետրիա է լինում, մի քիչ սխալ ներարկված հատվածում կարող է կոպը արտանքնի կամ նմանատիպ խնդիրներ կարող լինել։ Այսինքն ավելի շատ բարդությունները ֆիլերի դեպքում են դիտվում։ Ֆիլերի դեպքում ավելի լուրջ ու ավելի շատ բարդություններ են դիտվում, այո։ Շնորհակալություն բժիշկ այսքան ինֆորմացիա մեզ տրամադրելու համար։ Ես եմ շնորհակալ Աննա հրավերքի համար։ Զգուշորեն ընտրեք բժշկին եւ ներարկվող նյութերը, որպեսզի գեղեցիկի փոխարեն հակառակ արդյունք չունենաք։ Առողջ եղեք։